Պատրաստել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մրցունակ մասնագետներ, որոնք կարող են աշխատել առանց լրացուցիչ վերապատրաստման, նպաստել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ձևավորմանը հյուսիսային տարածաշրջանում, պատրաստել աշխատուժ արևմտյան շուկայի մտածելակերպին համապատասխան, խթանել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը, շահագրգռել էլեկտրոնային պատրաստվածության աճը Գյումրիում եւ Շիրակի տարածաշրջանում։ Այս բոլոր նպատակային կետերը հաշվի առնելով համագործակցային դաշտ ստեղծելով բարեգործական կազմակերպությունների հետ Գյումրիում ստեղծվեց ժամանակակից գիտակրթական կենտրոն։ Մտահղացումը հենց գյումրեցի շարքը բարերարների, այսինքն մարդիկ, որոնք ցավ էին ապրում իրենց քաղաքի համար, մասնավորապես Ավետիք Եսայան, հիմա ինքը Շիրակ տեխնոլոգիաներ ՍՊ-ի տնօրենն է, եւ այլ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ Բագրատ Ենգիբարյանը եւ Հայ օգնության ֆոնդը համատեղ որոշեցին հիմնել Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը։ Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի 7 անդամները ներկայացնում են վերոհիշյալ կազմակերպությունները, ինչպես նաև Ananya Solutions եւ Sarkisyan Mason կազմակերպությունները։ Երբեմն մարդիկ սխալ են ընկալում, մտածում են, որ ինքը մասնաճյուղ է Գյումրիում։ Հիմա նորից ուզում եմ նշել, որ հենց կենտրոնն է գործում Գյումրիում։ Ամեն տարեսկզբի մենք սրտի թողով ենք սպասում, որ կարող է ֆինանսների խնդիր ունենանք, մեր ամերիկահայ բարերարները հովի միջոցով չկարողանան մեզ օգնել ու ծրագիրը հանկարծ կանգնի։ Հիմա այդ վախն է անցել, քանի որ իրենք էլ տեսնելով հենց Գյումրեցու ճիղը, աշխատասիրությունը, ջանքերը, իրենք այդ գումարը նվիրաբերում են մեծ հպարտությամբ, քանի որ կա արդյունք։ Կենտրոնացնել տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան Երևանից Գյումրի, հյուսիսային տարածաշրջան նպաստելով երկրում այս բնագավառի առաջխաղացմանը, կանխելով արտագաղթը։ Այս կարևոր գործոնը հիմք ընդունելով հիմնադիրների կողմից իրականացվեց երկամյա հետբուհական կրթական ծրագիր, համակարգչային ճարտարագիտություն եւ վեբ տեխնոլոգիաներ բաժիններով։ Թաբարգացենի այս ենթակայության տակ գտնվող դպրոցներ։ Ինչի՞ է քեզ պետք հարցումը ստեղից կատարելու, սրա ինֆորմացիան էլ հետը լինի։ Ինքը քո table-ը ծանրացնում է։ Դու edge ուզում ես բացես, ինքը բերի ենթակայությունների ցանկը։ Այդ դեպքում ինչի՞ է ինձ պետք այս եւ այս ինֆորմացիան ի սկզբանե։ Եթե edge-դ մենակ սա է ցույց տալի։ Դասախոսները Հայաստանի առաջատար կրթահամալիրներից են եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններից։ Այստեղ ուսանողները մասնագիտանում են միկրոսխեմաների եւ ծրագրակազմի նախագծման ու ծրագրավորման մեջ։ Կենտրոնի 6 շրջանավարտներ սեպտեմբերից կսկսեն աշխատել կենտրոնում որպես դասախոսներ։ Չենք տալիս ոչ կոչում, ոչ դիպլոմ եւ ոչ էլ միջազգային կրթություն։ Մեզ մոտ ուղղակի պատրաստում ենք ծրագրավորողներ եւ տալիս ենք պարզ վկայական, որը հավաստում է, որ իրենք ավարտել են կենտրոնը։ Լավ սովորելուց հետո յուրաքանչյուր ոք կարող է այստեղից դուրս գալ եւ իրեն համարի այդ ոլորտի մասնագետ եւ բացի այդ GIDC-ի շատ մեծ առավելությունը այն է, որ այն ամեն կերպ աջակցում է ուսանողներին հետագայում աշխատանք գտնելու հարցում։ Առաջին շրջանավարտը տվել ենք 2007 թվականին ու հենց այդ ժամանակ էլ կենտրոնի շնորհիվ ու այդ շրջանավարտների շնորհիվ բացվեց առաջին ընկերությունը Գյումրիում, Instigate Design։ Դրանց հետո հետաքրքրվածությունը շուկայի նկատմամբ կամաց մեծացավ։ Չնայած դժվարությունների ընդամենը 3 տարի անց շնորհիվ մասնագետների նվիրվածության լուրջ հիմքեր կան բիզնես ոլորտի զարգացման համար։ Ծրագրերից մեկն էլ բիզնես կենտրոն ստեղծելու գաղափարն էր, որը կնպաստեր տեղի կադրերի աշխատանքով ապահովմանն ու բիզնես ոլորտում համագործակցային դաշտ ստեղծելու Շիրակի եւ Հարակից մարզերում։ Շրջանավարտներից 5-ն արդեն իրականացնում են բիզնես ծրագրեր, ովքեր հաստիկային աշխատողներ են համարվում։ Սեփական ջանքերով հնարավոր է տալ արտադրանք, որը ունի արժեք։ Սա ընթացիկ պրոյեկտն է, որի վրա մենք հիմա աշխատում ենք, ինքը ինձ ներկայացնում է Web Edge, ամերիկյան մի խանութի սայթ է, ցանկության դեպքում կարող են հիմններ կատարել հենց սայթի միջոցով։ Գյումրիում մեկ ծրագիր է բարեգործական, որ հաջողությամբ ավարտեցինք, դա ագատ հատուկ կարիքներով կանանց կենտրոնի համար կայքներ, որ մեր աշխատակիցները պատրաստեցին եւ նվիրեցին կենտրոնին, եւ հիմա նրանցից մեկը հենց կանանց դասավանդում է ինչպես աշխատել կայքի հետ։ Ասենք այսպիսի կազմակերպությունները ֆինանսապես ի վիճակի չեն, մենք ընտրել ենք դիզայն, իրենք էլ հավանություն են տվել
այստեղ պատկերված իրենց հովանավորներին, նաև հիմա կատարելու ենք մանկատան համար վեբսայթի պատրաստում, որը բավականին աշխատատար է, աշխարհում տարբեր ծայրեր, իսկ իմանամ, որ Գյումրիում կա այսպիսի մանկատուն, ես գտնում եմ, որ մեր կազմակերպության կողմից դա մեծ աշխատանք է։ Նախատեսված է նաև դպրոցներում իրականացնել ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստում, դպրոցներում համակարգիչների տեղզնություն։ Այս ամենը նույնպես բիզնես կենտրոնի բարեգործական ծրագրերի շարունակությունն է։ Բիզնես ոլորտում համագործակցությունը թե երևանյան եւ թե արտասահմանյան կազմակերպությունների հետ արդեն ստացված է։ Դեռևս Գյումրիում չկան լուրջ պատվիրատուներ, դա եւս ժամանակի խնդիր է գտնում են ոլորտի մասնագետները։ Վերջիններս պատրաստական են համագործակցելու նաև տեխնոպարկի հետ, որն այսօր ունի նման գործընկերների կարիք, ինչպիսին Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն է։ Ֆիրմայի լաբորատորիան է, այստեղ տեղադրված են իմенно սանի կոմպյուտերները, այստեղ 24 հատ կոմպյուտեր կա, եւ իրանք բոլորը միացրած են ցանցով մի գերհզոր սանի։ Մեր սերվերները ապահովում են կենտրոնի լոկալ ցանցը, մենք ունենք անվտանգության սերվերներ, որոնք ապահովում են անվտանգությունը դրսի, այսինքն համացանցի ու ներքին կենտրոնի ներքին ցանցի միջև, ունենք տվյալների բազաներ, որոնցով ուսանողները սովորում են Oracle, MySQL սերվերների հետ աշխատան։ Հայաստանում ամենամյա ռոբոտների բաց առաջնությանը իր մասնակցությունն է ցուցաբերել նաև Մանվել Վատոյանի ու իր խմբի կողմից պատրաստած ռոբոտը, որը նախատեսված է ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար։ Ինքը ամբողջովին ինքնակառավարվող է ռոբոտը։ Ծրագիրը ամբողջությամբ իր մեջ է ներդրված։ Գրած է C ծրագրավորման լեզվով, նշենք դաշտի XY չափերը, օրինակի համար ունենք 40-50, ինչ նշանակելի է ռոբոտի համար, այսինքն X-ը 40 պիքսել, Y-ը 50 պիքսել այդ դաշտը սկսես սկանավորել։ Հենց վերջացրել այս գործողությունները կան իր ստարտային վիճակին, հա։ Իր կրթական ծրագրերն ընդլայնելու եւ ավելի ընդգրկուն դարձնելու համար կենտրոնն աստիճանաբար ձևավորում է ինքնաֆինանսավորման համակարգ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին, մեր տնօրինությանը, մեր պրոջեկտ մենեջերին մեծ սպեկտր ստեղծեցին, որպեսզի մեր երիտասարդների համար ապագա ունենանք հենց Գյումրիում եւ մեր ապագա ունենալով հանդերձ ապագա ստեղծենք հաջորդ երիտասարդ կադրերի համար։ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ միասին նպաստենք հյուսիսային տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հզորացմանը։